Պարոն Գևորգյան, Սահմանադրական դատարանում առավոտից մեկնարկել է նաև ձեր տիրումի քննությունը, տեսակ, որ մի քանի միջնորդություններ մերժվեցին, դիմադիր ուժերի կողմից ներկայացված, այս պայմաններում նաև հաշվի առնելով այսօրվա քննությունը, հաշվի առնելով հանգամանքը, որ Սահմանադրական դատարանի դատավորները պատմության մեջ առաջին անգամ գրեթե բոլորը նշանակվել են իշխող ուժի կողմից, պետք է արդյոք ակնկալիք ունենալ։ Ես մի քանի անգամ էլ մեր խոսքի ընթացքում, մեր պայքարի ամբողջ ընթացքում էլ նշել ենք, որ ճիշտ է, ներկայիս իշխանությունները չունեն կարմիր գծեր, ունեն տարբեր ընկալումներ ժողովրդավարության եւ ընդհանրապես մեր պետականաշինության նկատմամբ, բայց մենք պիտի փորձենք բոլոր ճանապարհներով, օրինական եւ իրավական ճանապարհներով, փորձենք մեր ժողովրդին տեղ հասցնել, որ այո, այս ընտրությունները բազմաթիվ ընտրակեղծիքներով են տեղի ունեցել եւ մենք բոլոր օրինական եւ իրավական ճանապարհներով պետք է պայքարենք, որ ժողովրդից գողացված քվեն վերադարձվի ժողովրդին։ Ակնկալիքները միշտ էլ եղել են, որ վերջի վերջո մեր երկրում արդարադատությունը, արդարությունը կվերականգնվի եւ մեր դատական համակարգը որպես ինքնիշխան մարմին հանդես կգա ինքնիշխանությամբ եւ կկայացնի այս իշխանություններից քմահաճույքից տարբերվող որոշումներով։ Եթե չլինի այնինչ ակնկալում եք, ինչ պետք է անել, դուք ունեք արդեն քարտեզ հաջորդի գործողությունների եւ իշխանություն եւ ազգային ժողովում մաս դառնալու պարագայում կան կոնկրետ մեխանիզմներ ձեր խոստումներն իրականացնելու համար, այն է օրինակ կանխել աղետը, ապահովել անվտանգություն, հզորացնել տնտեսությունը եւ այլն։ Այսպես ասեմ, մեր ծրագրերը մենք բազմիցս նշել ենք, որ դրանք միայն թղթի վրա գրված ծրագրեր չեն։ Սցենարների տարբեր լինելու պարագայում էլ մենք հանդես կգանք հայտարարություններով, ես չեմ ուզենա հիմա դրա մասին բարձրաձայնել, բայց Սահմանադրական դատարանի որոշում կայացնելուց հետո մենք հանդես կգանք հայտարարություններով, կնշենք այն ճանապարհային քարտեզը, որով պիտի առաջ շարժվենք եւ ի վերջո բերեք արձանագրենք մեր պայքարը, այս քաղաքական պայքարը մեր ժողովրդի կյանքը բարելավելու, մեր երկիրը անվտանգ դարձնելուն էր ուղղված։ Հիմա էլ շարունակվելու է, մեր պայքարը կանգ չի առնելու, շարունակվելու է, մենք գնալու ենք մինչև փոփոխություն, մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացում։ Բայց մինչև Նիկոլ Փաշինյանի հեռացումը ըստ էության դեռևս ընդդիմադիր կարգավիճակում պետք է հանդես գալ։ Դուք հաշտ եք այդ գաղափարի հետ, որ պետք է օրինակ օրենսդրում որպես ընդդիմադիր լինեք, որովհետև ձեր նպատակը իշխանությանը հեռացնելն է։ Դեռևս Սահմանադրական դատարանի որոշումը չի կայացվել։ Մենք մեծ հույսեր ունենք, նորից եմ կրկնում, որ արդարությունը եւ այս դատարանը հանդես կգա ինքնիշխան ձևով եւ ձեր պնդումը, որ ընդդիմադիր դաշտում հայտնվելու կամ չհայտնվելու հետ կապված, դեռևս որոշում չունենք դատարանի կողմից, միգուցե մենք այլ սցենար ունենանք եւ այդ սցենարում արդեն շարժվենք այլ քայլային հաջորդականությամբ։ Հիմա եթե 10-ից 10 բալային համակարգով նշանակելու լինեք, Սահմանադրական դատարանից հայտնի տրենդ է, էլի, Սահմանադրական դատարանի կազմին, գործունեությանը եւ սպասելիքներին ինչ գնահատական կտաք։ Ինձ թվում է այս բանին, որ ես գնահատական տամ, դա ճիշտ չի լինի, ավելավատ սպասենք ընթացքին, հասկանանք, թե ինչպիսի ընթացք է լինում, սպասենք նաև վերջն արդյունքին, այդ դեպքում ես հաստատ գնահատականս կտամ։ Իսկ պատրաստ եք վերցնել մանդատները, քանի որ ԿՊ պատգամավորները նշում են, որ նրանք ատամները սրածոզ են սպասում եւ պատրաստ են ձեր կաշին քերթել, դուք կտվեք մանդատները։ Բերեք այդ անդասիրակ խոսույթը ու ոչ մակարդակով խոսույթը չօգտագործենք, որովհետև վերջի վերջո յուրաքանչյուրս մասնագիտացել ենք, յուրաքանչյուրս մեր կյանքի ընթացքում ստացել ենք դաստիարակություն մեր ընտանիքներից եւ փորձել ենք այնպես փոքր երեխան, որ ընտանիքում ասում են մեծանաց, երկրին արժանի զավակ դառնաս։ Յուրաքանչյուրս այս չափով, այս ամեն ինչ ունենալով մեր մեջ, պիտի փորձենք երկիրը
այս վատթարագույն վիճակից հանենք ու կանխենք այս իշխանության ապազգային քաղաքականությունը։ Իսկ ինչ են ասում իրենք, դա ինձ թվում է մի քիչ անմակարդակ խոսույթ է, սրա վերջն էլ պիտի տրվի։ Վերջի վերջո սա քաղաքական դաշտն էլ պիտի մաքրվի այս տեսակ խոսույթներից, պառակտումներից, այս տեսակ պահվածքներից, քաղաքականություն, որը միտված է մեր երկիրը ավելի զարգացնելու, քաղաքականություն, որը միտված է մեր երկիրը ավելի անվտանգ դարձնելու եւ ուժեղ դարձնելու։ Պարոն Գևորգյան, տեսեք, չնայած ձեր կողմից, նկատի ունեմ դաշինքի կողմից հստակություն չկա մանդատները վերցնել չվերցնելու հետ կապված, բայց օրինակ լրատվամիջոցներում տեղեկություններ կան, որ օրինակ ընդհանուր հանձնաժողովի նախագահ անդամների հարց է քննարկվել, այդ թվում եւ փոխնախագահի Երկար Ղազարյանի անուններ շրջանով, նման բան կա թե չկա։ Անունների մասով մեր դեպքում քննարկումներ չկան։ Մենք քննարկումներ ունենում ենք քաղաքական գործընթացներում մեր հայրենակիցների, մեզ վստահած մեր հայրենակիցների քվեին մինչև վերջ տեր կանգնելու։ Քննարկումներ միանշանակ լինում են, բայց այդ տեսակ քննարկումներ, որոնք որ մամուլում են շրջանառվում, մենք չունենք այդ տեսակ քննարկումներ։ Ձեր հետագա պայքարում ենթադրում եք նաև փողոցային պայքար, քաղաքացիների լուսանել փողոց մասնավորապես դիմադիր հայացքներով։ Ամեն բան էլ հնարավոր է։ Մեր հետագա պայքարում ամեն բան էլ հնարավոր է։ Այն միջոցները, որոնք որ կկանխեն, այն սցենարները, որոնք որ կկանխեն այս իշխանությունների կողմից ադրբեջանական սահմանադրության հաստատումը, մենք գնալու ենք այդ ճանապարհով։ Իրեւ ադրբեջանցիների հետ կապված վստահ եմ նաև դուք տեսած կլինեք, որ ԿՊԱ-կան տարբեր դրամաչափի չինովնիկներ ստատուսներ են գրում ու թեգեր են անում ուժեղ Հայաստանի ներկայացուցիչների, մասնավորապես Նարեկ Կարապետյանին, ասում են՝ «Բա ուր այդ 300,000 ադրբեջանցին պիտի գար, ուրա չեն եկել»։ Մենք բազմիցս անդրադարձել ենք այդ հարցին, հունիսի 18-ից 19-ն էլ Օրդուբատում տեղի ունեցավ այդ համաժողովը ու հստակ իրենց մեջլիսի անվտանգության եւ պաշտպանության հանձնաժողովի նախագահը, մեջլիսի այլ падգամավոր, որը հորջորջվում է որպես արևմտյան Ադրբեջանի նախագահ, հայտարարել էին, որ հայաստանյան կողմը պիտի պայմաններ ստեղծի ադրբեջանցիների բնակեցումը, վերաբնակեցումը կատարելու համար։ Մենք սրա մասին ամիսներ շարունակ քարոզարշավի ամբողջ ընթացքում փորձել ենք տեղ հասնել մեր հայրենակիցներին, որ ունենք մեր երկրի գլխին կախված լուրջ ազգային անվտանգության հարց։ Իսկ թե ինչու չեն իրենք պատասխանում, այդ դա շատ մեծ հարց է առաջանում։ Թե ինչու իրենք ոչ մի ձևով չեն անդրադառնում Ադրբեջանի կողմից հնչեցվող այս քայլերին։ Այնպես ինչպես օրինակ Հայաստանի ազգային ժողովի նիստերի դահլիճում տեղադրված Արցախի դրոշը։ Իսկ մինչ այդ իրենց պնդումները, այդ հարցերը, որ տալիս էին 300,000, հռետորական հարց եմ հնչեցնում։ Այդ հարցերը, որ տալիս էին, բա ուր են 300,000 ադրբեջանցիները։ Այդ հարցերի մասին, որ մենք խոսում էինք այս ամբողջ ամիսների ընթացքում, ինչի այդ հարցը չէր, մի անգամ չէր բարձրաձայնվում, որ անընդունելի է։ Կամ մենք բազմիցս տեսել ենք, որ այս իշխանությունները ինչ որ մի բան ասում են, այլ քայլում ինչ որ մի բան անում են։ Հիմա կհասկանանք, անընդունելի են, թե անընդունելի չեն իրենց համար, թե ընդունելի են։